Լեբլեցուն դահլիճի հանդիսատեսը վայելեց ինչպես ժողովրդական, այնպես էլ ժամանակակից պարեր, բեմադրված էին նաև տարբեր ժողովուրդների ազգային պարեր նոր մոտեցմամբ։ «2015 թվականին ընդառաջ ամանորյա միջոցառումները քաղաքում մեկնարկել են մեկ շաբաթ առաջ և շարունակվելու են մինչև դեկտեմբերի 30-ը, ասում է Մշակույթի կենտրոնի տնօրենը։ Կազմակերպված բոլոր միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունեցել ալավերցիները։ Ամսվա վերջի 10-օրյակը մեզ համար շատ եռուզեռային էր, որովհետև կամեցանք տոնականորեն հրաժեշտ տալ 2014 թվականին և ներառվեցին մեր բոլոր ստեղծագործական ուժերը և պատրաստվեց մանկական ուրախ հեքիաթ, որին ականատես եղան մեր քաղաքի երեխաները մի շարք մանկապարտեզներում, մի շարք դպրոցներում և երկու օր մեր Մշակույթի կենտրոնի դահլիճում ցուցադրվեց այդ ուրախ շունն ու կատուն մանկական հեքիաթը։ Իսկ այսօր մեր ամբողջ տարվա աշխատանքը մենք ցանկանում ենք փակել էլ ավելի ուրախ ակորդով, այսինքն տոնական ուրախ համերգով, որին ընդգրկված են մեր քաղաքի բոլոր ստեղծագործական ուժերը և երգի պարի թատրոնը և մյուս պարի համույթները, լազուր ժողովրդիկների համույթը, ընտրվել է գեղեցիկ, ուրախ, զվարթ տրամադրությունը ստեղծող համարներ և ինձ թվում է հանդիսատեսը գոհ ու երջանիկ բարձր տրամադրությամբ կհեռանա մեր դահլիճից։ Հատուկ այս համերգային ծրագրի համար քաղաքի պարուսույցները բեմադրել են նոր պարեր։ Դրանց մի մասը հանդիսատեսը տեսնում է առաջին անգամ։ Հնդկական պար այս տարի ենք բերհամել, մեկ էլ ռուսական, հունական, վրացական, հայկական պարերն ենք այս տարի բեմ բարձրացրել։ Տոնական ու զվարթ տրամադրություն է ոչ միայն դահլիճում, այլև կուլիսներում։ Ես ուզում եմ շնորհավորեմ բոլորի ամանորը, ցանկանում եմ, որ այս 2015 թվականին ոչ ոք չտխրի, բոլորը լինեն իրենց ընտանիքների հետ, ու ամենակարևորը լինեն երջանիկ և առողջ։ Այս տարի Ալավերդում տոնական միջոցառումներ սպասվում են նաև տոնական արձակուրդի օրերին։ Հունիսի 8-ին և 9-ին Սայաթ-Նովա հրապարակում և Սարահարթի հրապարակում կկազմակերպվեն տոնական համերգներ։ Մերի Կոլոլյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։